Ողջույն բարեկամներ, այսօր պետք է խոսամ անպայման Փաշինյան Նիկոլի այցից, որը կատարվեց դեպի Էստոնիա, Թալին։ Մենք քանի օր նախապատրաստում էինք այդ այցը, որպեսզի հնարավորինս խափանվեր դա։ Իմջալոց պետք է ասեմ, որ բավականին խափանվել է, չի կայացել են մասշտաբով եւ այն մասնակցության քանակով, որոնք իրենք պլանավորել էին։ Մեր ունեցած տեղեկություններով դրան նպաստել է այսինքն հանդիպումներին եւ այդ կազմակերպչական աշխատանքների վրա վերցրել դեսպանատունը, հույս ունենալով, որ եկեղեցին ակտիվ մասնակցություն կունենա, բայց չգիտեմ, թե մեր ակտիվ միջամտության, թե եկեղեցու ոչ կազմակերպչական ուղղությունների առումով չի կայացել այդ մասնակցությունը։ Դա չի նշանակում, որ եկեղեցին հրաժարվել է ճիվաղին եւ ճիվաղներին ընդունել, ոչ։ Այն ժողովուրդը, այն քանակությունը, որոնք մնաք նախատեսել էին, հա, բերել, որ ցույց տալ մասնակցության բարձր մակարդակ, մարդիկ գոհ են, ուրախ են, որ կա մեկը, որը գիշեր ցերեկ մտածում է, թե ոնց կործանի երկիրը, չեն գտել այդ մասնակիցներին, հակառակ շատ սուր շատերին հարցեր են եղել, բայց ցավոք ոչ հայերի կողմից, հա, մենք հիմա գնանք հերթով եւ այսպես ջերմ ընդունելությունը արժանացել եկեղեցու այնտեղ թեմի առաջնորդ անուն ազգոնը Վազգեն arczepiskopos Միրզախանյանի կողմից, հա, որ այստեղ երևի ոչ մի զարմանալու բան չկա, որ հենց Վազգեն arczepiskopos-ը պետք է դիրեն օրհներ, բադիգալուստ ցանկանալ, որտեղ մի այլասերվազեն ինքն է, երևի դուք հիշում եք, թե չեք հիշում, ինքը երբ որ Վրաստանի թեմի առաջնորդն էր, նա կարողացել էր գայթակղել, սեքս սկանդալի մեջ էր հայտնվել, հա, պիրծը, դե պիրծին տեսնում է հեռվից, չէ, եւ կարողացել էր գայթակղել եւ սեռական հարաբերությունների մեջ մտնել իր քահանայի կնոջ հետ։ Մի խոսքով մեծ հայտարարություն, որը բացահայտվել էր եւ նա ստիպված է եղել լքել համայնքը։ Մի խոսքով, սա այդ նույն Վազգենն է, մի պիրծը շնորհավորել է մյուս պիրծին, ես հուսով եմ, որ Էստոնիայի համայնքը իր եզրակացությունները կանի սրանից հետո, թե ինքը պիտի պահի մեկին, որին Վրաստանից վռնդել են պիրծ լինելու համար, թե ոչ։ Իսկ այս ելույթը եւ այս ողջույնները Փաշինյան Նիկոլին նկատմամբ եւս ապացուցում է մի բան, որ օրինակ մեր ընկերագնումա Ռոբերտ Մելիքյանը, որ իրականում ուրախ են, որ ների շնորհիվ ճանաչում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու ոչ միայն արժանավոր, պատվավոր, այլև անարժան ու պատվազուրկ հոգևորականներին։ Այո, իսկ մի տեսակ համեցա բան է, լուստրացիա է անցկացնում ճիվաղը իր ներկայությամբ, իր մասնակցությամբ, իմացա, որ նաև մասնակից են եղել տեղի մեդիաներից, խնդրեմ, տեղական մեդիաների ներկայացուցիչներն են կարողացել հարցեր տալ, ոչ հայերը միայն լսում էին ասում, մասնակիցներից են ասում, որ հայերը հիմնականում լսում էին, հարցեր չեն տալիս, տեղական մեդիան ունեցել է երկու հարց, երկուսն էլ կարելի ասել կործանարար։ Ինչ եք կարծում, ինչքան դեռևս կարող է շարունակվել այս իրավիճակը, երբ որ դուք դիմում եք, որպեսզի միանաք Եվրոպայի միությանը, բայց նաև հաճախում եք Մոսկվայում անցկացվող շքերթներին։ Լավ հարց է, չէ։ Լավ հարց է, չէ։ Այս հարցը նաև ուղղված է Նիկոլ Փաշինյանի եվրոժետոններին, որոնք այս հարցը պետք է տային, բայց դե իրանց ոչ են վճարում հարց տալու համար, իրանց վճարում են սուս մնալու եւ պետք եղած ժամանակ օրակարգ առաջ տանելու համար։ Սա այն դալիճնա, որտեղ որ պետքա լեփլեցուն լիներ, բնականաբար տեսնում եք ընդամենը մի քանի լրագրող եւ դեսպանատան մի քանի աշխատող նստած, տեսնենք ինչա պատասխանում այս հարցին։ Ինչ եք կարծում, ինչն է նաև խանգարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Գիտեք, ես արդեն ասացի, որ մենք խնդիր չենք դնում հարաբերությունների վատացման որևէ ուղղությամբ։ Սա շատ կարևոր նրբություն է,
Շատ կարևոր նշություն։ Իրանք խնդիր չեն դնում վատացման, պատրաստ են գնալ հանցագործի հետ մի հրապարակում կանգնել եւ միև ժամանակ մտածել, որ իրենք կարող են Եվրոպա գնալ, դա կոչվում է հարաբերություններ չվատացնել, դա ուրիշ բան էլ է կոչվում, սա կոչվում է մոտավորապես այն ինչ որ անում են հայկական համայնքներում, երբ որ գալիս են, ասենք, Հայաստանի պատվիրակության հետ ինչ որ հանդիպումների։ Երեք իմ ընկերներից մեկը գրել էր, որ Կանիկտիկոտում Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ կապված, հիշում եք հանդիպումների ասացի, որ նման բան կա, մարդիկ գնացել են, եւ այսպես ինչա կատարվել այդ հանդիպման։ Ոչ թե այդ հանդիպման, այլ այդ հանդիպման շրջանակները։ Հիմա սրա հետ է կապված, էլի։ Մարդիկ, որոնք մտածում են, որ պետք է ամեն ինչ անել, որ հարաբերությունները չվատանա, դա նման են, գիտեք, որ ասում են, խելոք գարա 7 մոր կաթա, ուզում կերած լինի, բայց քաղաքականության մեջ դա կոչվում է անառակություն եւ մարդկային բանա, վարքագծի մեջ է դա կոչվում անառակություն։ Մեկի համար դա նորմալ է, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ինչպես իրան ողջունած Քահանա, մյուսների համար նորմալ չի եղել եւ այսպես նորմալ չի, բարոյական մարդկանց համար դա չի կարող նորմալ լինել։ Այս Կանեկտիկուտի հանդիպման հետ կապված ինձ գրեցին, որ մի քանի օրի նույնիսկ կոնֆլիկտներ են ունեցել իրանց շատ մտերիմների հետ։ Ասում եմ, մենք էլ չգիտենք ոնց բացատրենք մեր մոտիկներին, հարազատներին, ընկերներին, որոնց հետ 100 տարիներով, տասնյակ տարիներով շփվել ենք, որ չի կարելի գնալ դրանց կեղծ օրակարգերին մասնակցել, դրանց գնալ գումար տալ, գնաց դրանց ծապ տալ, դրանք բոլորը հանցագործներ են։ Տեսեք, ֆիլտրվում է։ Մարդիկ ասում են չի կարելի։ Մի մասն էլ կա, դե ասում է, դե հիմա կանչել են, ոչ չգնան, դե մեղք են եւ այլն եւ այլն։ Եվ այն ընկերը, որ ինձ գրել է, ես հասկացա, որ բավականին նեղված է այդ հանգամանքից, ես պետք է բոլորին նման իրավիճակներում ասեմ հետեւյալը. մի նեղվեք ոչ մեկին կորցնելուց։ Դուք իրականում չեք էլ ունեցել նրանց որպես ընկեր։ Հասկանում եք, հիմա նայեք։ Սա գնում է ցեղասպանի, մանկասպանի, երեխեքի գողացողի հետ կանգնի հրապարակում, անունը դնելով, թե ես չեմ ուզում վատացնեմ հարաբերություններից, բայց ինքը իրականում դրանով աջակցում է ցեղասպանությանը, մանկասպանությանը, երեխեքի գողանալուն, մի խոսքով բոլոր հանցագործություններին դառնում աջակից, ճիշտ է։ Նույն ձև այս հանցագործություններին աջակից են բոլոր նրանք, ովքեր գնում են սրանց հետ հանդիպման։ Եվ այն մարդիկ, որոնք նեղվում են, որ իրենց ընկերները իբր չեն հասկանում դա, իրականում դա այդպես չի։ Իրանք դրա մեջ խնդիր չեն տեսնում ուղղակի։ Խնդիր չեն տեսնում, որ կարող է իշխանության ներկայացուցիչները, ասենք լինի ցեղասպան, ազգասպան, դավաճան, կոռուպցիոներ, խաբեբաս, սադիկա, իրանք դրա մեջ պրոբլեմ չեն տեսնում։ Արեք, պայմանավորվենք մի բան։ Մենք իրար այլևս չենք խաբում։ Այո, ցավոտ է, այո, կորուստներ լինելու, բայց այդ կորուստները եղել են, կան, ու դրանք մենք ընդամենը հետաձգել ենք փաստի արձանագրումը։ Ամփոփելու համար ասեմ, Փաշինյան Նիկոլի օրինակով, եթե դու գնում կանում ես Նիկոլ Պուտինի կողքը, ոչ թե գնում ես որ քո հարաբերությունները չփչացնես, այլ դու նրանից պաշտպանություն ունես եւ դու դրա մեջ խնդիր չես տեսնում։ Եթե քաղաքական իմաստով դու կարող ես գնում ես հանցագործի հետ շփվելու, որ նրանից պաշտպանություն ստանաս, մարդկային շփումների մեջ դա կոչվում է անբարոյականություն կամ անբարոյականությանը աջակցություն։ Դուք նման մարդու հետ, ես նկատում նորմալ մարդկանց, նման մարդու հետ դուք ճանապարհ չունեք գնալու, որտեղ այն ինչ որ մինչև այդ գնացել եք, առիթ չի եղել ձեր համար ճշտեք այս մարդու վերաբերմունքը, կոնկրետ այդ մարդկանց վերաբերմունքը ցեղասպաններին, ազգադավներին, մի խոսքով է սադիկաների նկատմամբ, դրա առիթը չեք ունեցել։ Դրա համար կյանքի ինչ որ մի էտապ ձեր քայլը համընթաց է եղել, բայց դա եղել է զուտ պատահականության արդյունքում, որովհետև երբեք չեք տեսել այն պահը, երբ որ պիտի լիներ ընտրության պահ, դու բարոյական ես, թե ապաբարոյական ես, եւ նա ընտրություն կատարեր։ Իսկ նա հաճախելով այս նման միջոցառումներին, աջակցելով, ինքը ապացուցում է, որ ինքը ապաբարոյական է։ Այսինքն, եթե մարդ ինքը իր բնությունով ապաբարոյական է, այսինքն դա այս կամ այն ձև անդրադառնալու նայել ձեր վրա, որտեղ մենք
Սոցիալական էակներ ենք, մենք ցանկացած մեկի հետ շփվելուց ակնկալում ենք առնվազն, որ մեր անկեղծությունը փոխադարձա, մեր նվիրվածությունը փոխադարձա, մենք եթե նույնիսկ գաղտնիքներ են կիսում, դա մնում է բացարձակապես մեր մեջ, չէ՞ որ մենք չենք շփվում մեկի հետ իմանալով հանդերձ, որ նա մեզ կարող է դավաճանի։ Իսկ ես հիմա ասում եմ, ուղղակի պարզ բանաձև, դուք մի նայեք ձեր նկատմամբ իրանք ոնց են, դուք նայեք այս հարցերի նկատմամբ իրենց վերաբերմունքը, որովհետև եթե իրենք ստեղ բարոյական շեղում չեն տեսնում, խնդիր չեն տեսնում, նշանակում է դուք շփվում եք սխալ մարդկանց հետ, 1 օր առաջ ազատվել դրանցից, դա ձեր իսկ անվտանգության համար է, կարող եք շարունակել, կարող եք սպասել այն օրվան, երբ որ դա անդրադառնալու է նաև ձեր վրա ինչ-որ ձևով, կարող եք կտրել, կարող եք շարունակել, բայց պետք է նկատի ունենալ, եթե մարդ ունակ է դա անելու, այստեղ էական չի ում նկատմամբ է դա ուղղված, ես այսքանը այս հարցի վերաբերյալ, ես կարծում եմ, որ սրան լսելու շարունակությունը, այս ցինիզմը, այս լկտիությունը, այս հեգնական այս դեմքը իմաստ չունի, գնանք մյուս հարցին, հա, ինչ է եղել հաջորդ հարցը։ Փոխություն, որը ձեզ իշխանության բերեց։ Ես նույնպես այդ ժամանակ այնտեղ էի, փողոցում էի։ Մենք իրականում հակիրճ հանդիպեցինք եւ հարցազրույց անցկացրեցինք։ Այսօր իրավիճակը այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղը այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, բայց դուք շարունակում եք մնալ վարչապետ, դա տպավորիչ է։ Միևնույն ժամանակ դուք երբ որ շփվում եք Մոսկվայի հետ, այլևս ստիպված չեք զգուշավոր լինել ձեր բառերի ընտրության մեջ։ Արդյոք դուք պատրաստ եք միանգամայն դուրս գաք Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ ինչպես եք տեսնում ապագայում ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Լավն է, չէ՞, էստոնացիք, խնդիր չունեն, հասկանում են հարցերությունը, պարզ ինքը ասեց, որ դու եկել ես Արցախ կար, Արցախ չկա, դու էլի վարչապետ ես եղել, եթե այն ժամանակ մարդկանց դեպի Ռուսաստան էիր պահում, որովհետև Արցախի խնդիր չկա, այսօր Արցախի խնդիր էլ չկա, Արցախը չկա է, փաստացի, հիմա քեզ ինչն է պահում այնտեղ։ Լսենք մի կարճ պատասխան։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես միջազգային հարաբերություններում Էլ ես նույն հեգնական ժպիտը հիմա կսկսի հիմարաբանել մտածելով, որ ինք իր աուդիտորիան է իրան լսում, բայց ընդ եվրոպական աուդիտորիա։ Հարաբերություններում եւ դիվանագիտության մեջ միշտ ճիշտ է ընտրել բառերը, որովհետեւ ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։ Եվ ինչ վերաբերվում է մեր հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ, ինքը լավ ասես, չէ՞, բառերի ընտրությունը շատ կարևոր է, ինքը շատ զգուշ է ընտրում բառերը, իրան անverջ նվաստացնելով, ստորացնելով, անverջ պահանջներ ներկայացնելով, ինքը շատ զգուշ է ընտրում բառերը, որ հանկարծ չնեղացնի, հանկարծ չասի, չէ, չեմ կարող, այս տարածքի մեջ ես երկրի իմ սեփականությունը չի, որ ես տամ դες, շատ զգուշ է դառնում։ Մեր հարաբերությունները կրում են հիմնվում են եւ պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա եւ մենք եթե տեղյակ եք որդեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում եւ չենք կառուցում մի ուղղությամբ։ Սա տեսեք, մենք այս հիմանի շատ ենք լսել, մեր համար այս ամեն ինչը նորմալ է, երևի նորմալ է, այսինքն մենք զարմացած չենք, բայց հասկացեք, սկզբունքային հասարակության համար, որը մեր բարձրան հասարակությունն է, նման բան, բալանսավորված քաղաքականություն, բանը նուրբ պետք ընտրել դիվանագիտության դասեր է տալիս մի պետությանը, որը Հայաստանի կես չափսն է, ավելի փոքր է, բնակչությունով 3 անգամ փոքր է, որը Ռուսաստանի հետ հակամարտության հետ է,
ինքը օգնում է նույնիսկ Ուկրաինային պատերազմի ժամանակ։ Ու ինքը չի վախենում դրանից։ Հասկանում եք ինչ այլանդակ ու սոսկալի հնչում այս բառերը իրանց համար մի երկրի վարչապետից, որը 3 անգամ այդ երկրից մեծ է։ Իրանց երկրի մեջ։ Մեր համար արդեն սովորական դառել, որ ինքը պետք է լինի, ասենք, այն ոտնաշորը, որի վրա ով չի ալարել եւ այրասուրով չի ալարում, ոտքերը շփվում է, հա, ասեն սրբում է, բայց դրանից հետո սովոր շամնաման գնում կանգնում է կողքը Կրեմլում, հա, այդ ինչ ասես ասել, էլ վիժված, էլ վիկիդիշ, էլ մի խոսքով, էլ անտեշուն, ինչ ասես ասել են ուղիղ, նայես չէ որ միջնորդավորված, էլի, բայց էլի մեկը ինքը դա համարում է բալանսավորված քաղաքականություն ու բազմադ դա բալանսավորված չի։ Ինքը ուղղակի չի ասում, բայց ինչ եմ անելու, բայց ինչ կարամ անեմ, ես չեմ կարա իրանց ասածը չանեմ, որտեղ իրանք են ինձ նշանակել այս պաշտոնին։ Ես իրանք էլ պահում են, իմ ամբողջ ուժերները ենթարկվում են նրանց, ամբողջ բանակը ենթարկվում է նրանց։ Ես նշանակված մարդ եմ, որ ես ավերածությունները պետք է անեմ։ Ոնց ես կարող եմ այլ բան անել, քան իրանք ինձ հրամայում են, ընդ որում միաժամանակ նաև ստորացնելով միջև վերջի խազը։ Ես այս տողերներն եմ ուզում ձեր համար կարդամ, այս քահանայի վարքագծից ներված է իրան երևի լավ ճանաչողում եք, պատմաբան Վահե Սարգսյանը, հա։ Վիդահայոց թեմի առաջնորդության երկար դժվար տարիներից մնացած մեր բարեկամությունը, դες քույբուկային մարդ է։ Դասիրակությունս եւ բարոյական նկարագրությունս թույլ չեն տալիս իրենց ճիշտ անուններով բարձրացնելու։ Այսինքն ես չունեմ այդ բարեկամությունը եւ սա բաները իր հետ։ Ես բարձ ասել, չէ, սա նույնն է, ինչու Նիկոլ Փաշինյանը, նույն այլասերվածն է, նույն բանը, որակի մարդիկ են։ Ու քանի որ հատկապես վիդեո նայելուց հետո ձեր օրինակի խոսքերը լսելուց հետո նաեւ չեմ կարող լռել, ես իմ կողմից աղոթում եմ, որ Սուրբ եկեղեցի ներթափացած թուրքական ազդեցության հանձնախմբին նրանց մեջ տեսա նաեւ Աստվածամերժ ու Ոմն Արսեն Թորոսյանի հայրաքելական Սուրբ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից դուրս շպրտած Ոմն Ժաննա Անդրեասյանի։ Սրանք միայն Աստվածամերժ եւ պատմությունը հանած մարդիկ չեն, սրանք սերիական մարդասպաներ են։ Սրանք ապաբարոյականություն մեղմը ասած, անբարոյականությունը եւ այլասերվածությունը քարոզողներն են, սրանք նույնիսկ սերիական մարդասպաներ են։ Արսենը Թորոսյան ինքը ոչ միայն այս կառավարության մի մասն է, որը հազարների սպանել է Արցախյան ճակատամարտում, հա, այլև ինքը առանձին կովիդով, հա, դոկտոր Մահնա, իսկ մյուսը Ալեքսանդրյան Ժաննը նա նույնպես սերիական մարդասպան է, որտեղ այս կառավարության անդամն է, դրան գումարած հազարավոր երեխեքի, ինչ ասել, տասնյակ հազարավոր երեխեքի, հա, մտավոր այլասերման process-ն է սկսել, դասագրքերով, քարոզություններով, ոնց ասեմ, իր կարծիքը մարդկանց դպրոցների դասագրքերում փաթաթելով, մասնավորապես նժդեի վերաբերյալ, մասնավորապես շատ բաների վերաբերյալ, այսինքն այսքան բանը չիմանալ ու չհասկանալ, որ սրանք հակամարտիկ են։ Իդոք հակամարտիկ են, նաև ասում եմ, այս ցեղասպանության մասնակիցներ ու գնալ դրանց հետ հանդիպման, դրանց օրհնել։ Ես կարող եմ հասկանալ մեր ընկերոջը Վահե Սարգսյանին։ Լավ, տեսնենք ինչ է ասում։ Ու նրանց պարագլխին ուղղված ձեր մաղթանքները, որտեղ մնացի։ Հա, ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան, ասում ես աղոթում եմ, որ չիրականանան, հա։ Ազգակործան պատուհասին ուղղված ձեր օրհնանքը չկատարվի։ Ձեր աղոթքը չլսի Աստված, որպեսզի հարատևի Հայաստանն ու երկիրը։ Ես տպավորված եմ այս խոսքերով, ասեն ինչի համար, ոչ թե փայլու ձևակերպած է, չէ, այն մարդը, որ կարողանում է սահմանը պահի բարոյականության եւ հարաբերության, այսինքն եթե մեկի հետ ես լավ հարաբերություններ մեղը չի նշանակում, որ ես իրա պետքա իր հանցագործությունները ներեմ։ Ես կարող եմ արտահայտությունների մեջ, հա, այդ բաներին չհասնեմ, այդ պիկի, բայց ներել դա բացառվում է։ Ես այս օրինակի վրա եմ ուզում ասել։ Այս օրինակի վրա, եթե մենք այս կարգի սկզբունքային լինենք մեր կենցաղում, մեր առօրյա
վերաբերմունքի հարաբերությունների մեջ մեր երկիրը շատ արագ ոտքի կկանգնի։ Շատ արագ, ես երեք բանում այդ Times Square-ի միջոցառման ժամանակ այդ զրուցում էինք, ասում են, բան երկիրը որն է, որ ուժն է մեզ փրկելու։ Ես ասում եմ, ես այդ հարցի չեմ կարող պատասխանել, որովհետև ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ինչ է նշանակում ուժ, ոչ մեկն չի փրկելու, այդ մարդը ինք իր ամեն օրվա շփումների եւ գործողությունների մեջ չի ուզում իրան փրկի։ Այսինքն Հայաստանի փրկությունը ոչ մեկի անհատական գործն է բոլորի համար, այլ ամեն մեկի անհատական գործն է սեփական փրկության համար։ Սա ոչ թե աղոթների միջոցով, այլ ուղղակի բարոյական հիմքերի վրա ապրելու միջոցով։ Դու չես կարող ապրել անբարոյապես եւ պահանջել օրենքի կատարում, բարոյականություն, մի խոսքով այն ինչ որ մենք սովորենք շրջապատից պահանջել։ Այ եթե մեր ընկերոջ նման Վահեի նման մենք բոլորս այս սկզբունքայնությամբ քաշենք կարմիր գծերը, ես ձեզ վստահեցնում եմ մեր շուրջը շատ արագ ամեն ինչ կփոխվի։ Մի վախեցեք նման մարդկանց կորցնելուց։ Մի վախեցեք կորցնելու այն մարդկանց, որ իրանք կորած են, ձեզ է թվում թե իրանք դերն են։ Եթե այս տեսա մարդը տեսավ, որ իր ճանաչած, իր հարգած քահանան եկե գնացել այս ազգակործանների համար աղոթում։ Ասի տեսել աղոթում եմ, որ քո աղոթները չիրականանան, հա, ու դրանով ամեն ինչ վերջանում է։ Ես այստեղ եմ տեսնում փրկությունը։ Արեք սենց ապրենք։ Տեսեք ինչքան բան է փոխվում մեր շուրջը։ Իսկ Էդգար Ղազարյանը գրում է, որ հասարակական քաղաքական գործիչ, մի խոսքով ասում, եթե այսօր ամենայն հայոց կաթողիկոսը հայ հոգևորականի զգեստով այս թրկա հապատակ մոլային կարգավիճանի, ապա համաձայն է նրա խոսքի հետ անհրաժեշտ հետևություններով։ Մոլայի անունն է Վիգեն Միրզախանյան։ Հիմա ես ուզում եմ հարցնեմ Էդգար Ղազարյան, ինչ ես կարծում կաթողիկոսը կարգավիճ կան։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Նույն հիմնարկի աշխատողն է։ Ընկերներ ջան, որքան կարելի է զբաղվել ինքնախաբեությամբ, որքան օրինակ էլ ինչ ա պետք ձեզ։ Օրինակ էլ ինչ ա պետք, հա։ Բոլորը սպասում եք նզովքին, փոսախոհանակ նզովեր, գնում աղոթում էին համար, չէ՞։ Բոլորը սպասում ենք Սաղդարապատի զանգերի, փոխանակ Սաղդարապատի զանգերը հնչի։ Նաղությունը։ Փոխանակ ամբողջ սփյուռքը հիմա դուրս գա սրան հակառակ պաստառներով ասած ցեղասպան։ Հա, դու իրավունք չունես մտնես Էստոնիան, հակառակ հանդիպում են կազմակերպում։ Ինչ ես կարծում Էդգար Ղազարյան։ Քո միամտությունը ընդունելի է թե չէ։ Կասկով չէ։ Չի կար, ես չեմ հավատում, որ դու այդքան միամիտ ես, որ դու իսկ կաթողիկոսից ինչ-որ մի բան ես պահանջում։ Սա ինչ ես անում սա ունեք։ Հա, միամտություն կա, որ արդեն ասում եմ դիտել, որ արդեն այդքան էլ միամտություն չէ, էլի։ Դրա մեջ ես նույնիսկ արդեն դիտավորություն եմ տեսնում։ Բայց Էդգար Ղազարյան թողենք հանգիստ, ասենք որ չի լինելու։ Իսկ այստեղ մի ուրիշ բան է։ Նույնության մեջ մեր վրիպումների լսենք։ Երբեմն գիտեք, պատմության մեջ մեր վրիպումների պատճառով Աստված հրապարակի վրա է բարձրացնում մարդկանց, որպեսզի ցույց տա, թե ինչպիսին չպետք է լինի մարդը։ Ես ինչքանով համաձայն լինեմ իր բաների հետ, ելի պետք է ասեմ, սա ոչ թե Աստված է հրապարականում մեր վրիպումների պատճառով, այլ մենք մեր գործողությունների արդյունքում բերում ենք այդ մարդկանց հրապարակ։ Հա։ Ես սնես չի որ ես ասում չեմ հավատում։ Ուղղակի ամեն ինչ իր վրա գցելը մի քիչ այդքան էլ ճիշտ չի։ Ոչ թե ինքն է բերում, այլ մենք ենք մեր գործողություններով նմաններին անել հրապարակ։ Անկարաջ։ Հիմա մենք այդ պերիոդում ենք ապրում, այդ ժամանակում։ Ուրեմն բոլորի տեսադաշտում հայտնվել է մարդ, հայ, որի կերպարի մեջ Աստված մեզ ցույց է տալի, թե ինչպիսին չպետք է լինի մարդը։ Համաձայն լինելով, ասում, այդ մարդը տեղ չի հայտնվել նորից։ Մարդուն բերել ենք մենք, մարդուն աջակցել ենք մենք, միջև մա աջակցում ենք մենք, որպեսզի տենանք ինչպիսին չլինի, պետքա չլինի մարդը։ Նշանակում է մյուս կողմից էլ, ովքեր բերել են, ովքեր աջակցել են, դրանք բերել են իր տեսակին, որ նրանք էլ նույն չմարդն են։
Ալեք պրակտիկ կողմից խոսանք։ Որքան էլ սա ուզում է դառը հնչի, վիրավորական հնչի, ծանր հնչի, որովհետև չէ որ մենք այդ ամեն ինչի մեջ տեսնում ենք մարդիկ կան մեզ հարևան են, բարեկամ են, ընկեր են, ծանոթ են, չգիտեմ, գոլեգա են։ Սա է իրականությունը։ Եթե մենք չենք ասում, որ այդ մարդիկ են դրանք բերել, սա իրենց արտասոլումն է, չմարդը, այո, չմարդը ինքը, ինչպիսի չպիտի լինի մարդը, բայց այդ մարդը օդից չի եկել, այդ մարդը եկել է ձեռքերի վրա, ու դեռ աջակցություն ունի, լուր հնազանդ, կարող է ներսում ինչ-որ մի բանի մեջ համաձայն չեն, բայց իրենց գործողությունների մեջ այդ աջակցությունը լուր, դա արդարացված չի, ինքը դառնում է դրա մի մասը, այդ խոսքը վերաբերվում է էլի կոնեկտիկուտ այդ հանդիպումներին, էլի տարբեր տեղեր ունեցած այդ հանդիպումներին, ես հիշում եմ մենակ Գերմանիայում են դրան մերժել, ոնց որ, եթե էլի են մերժել, ինձ ասեք, ես ուղղակի մեջ մնացել է, ոնց գերմանական համայնքում դրան մերժեցին խայտարակ ձևով, հասկանում եք, աստված չի, մարդիկ են, Աստված մարդկանց հնարավորություն է տվել ընտրելու, համ հնարավորություն է տվել, համ մարդիկ անում են, համ մեղավոր Աստվածն է, ոչ, մարդն է արել, ու մարդն է անում, ու պատասխան պիտի տա, մարդը ոչ թե Աստված։ Դա մեր մեղքը չի, որ այդպես է։ Մեր մեղքն է, մենք ենք արել, չգիտեմ, կոչվով ոնց դիմեմ, մեր մեղքն է, մենք ենք արել, միջև սա չգիտակցենք, միջև այս մեր մեղքը չքավենք, այն ընտրած ձեռը չկոտրվի, մենք չենք փոխվելու։ Հակառակ դեպքում մենք ասենք դե մեր մեղքը չի, Աստված բերել է, որ ցույց տա ոնց պետք է չլինի մարդը։ Մենք ինչա թատրոն ենք եկել, սա թատրոն չի, սա մեր կյանքն է, մենք ենք այս կյանքի ռեժիսորը, մենք առնվազն խաղում ենք այս կյանքում մեր դերը։ Եթե համաձայն չենք, չպետք է խաղանք ունենալ։ Դա այդ մարդու ընտրությունն է։ Հիմա ինչպես Հուդայի օրինակով ցույց տրվեց, թե ինչպես չպետք է լինի հավատացյալը, ինչպես չպետք է լինի մարդը, ինչպես չպետք է լինի Քրիստոսի հետևորդը, ուրեմն պարբերաբար այդ վիճակը կրկնվում է։ Հիմա էլ այս մարդու դեմքով ցույց է տրվում, թե ինչպիսին չպետք է լինի մարդը։ Նորից Էլ սխալ համատություն։ Հուդայի մարդիկ չեն ընտրել։ Հուդան ինքն էլ որոշ է, եթե հավատանք ես գրածների, Հուդան ինքն էլ որոշ է, հետևի, Հուդան ինքն էլ որոշեց, որ պետք է դավաճանի ընդ որում Քրիստոս ականջին ասեց. Արա այն ինչ որ պլանավորել ես, այդպես պիտի լինի։ Հուդան ընտրություններ չէ դա։ Ընդ որում ասեմ, Հուդայի ժողովուրդը չի ընտրել, սխալ համատությունն է։ Էս չի վաղին ընտրել են, ձայն են տվել մարդիկ։ Թե ինչքանով են բանական կամ ոչ բանական, դա իրական չի արդեն։ Լավ համատություն չի։ եմ կրկնում։ Եվ այսպես, բասրանց ով է, սրանք ովքեր են։ Նաև գյումրեցիներին Քնչականից չեն մանրամասնում, թե բացի ավելի որպես ատելության խոսք տարածում է, ու խոսնակի դեպքում միայն արցախցիներին չի վերաբերվում, նաև գյումրեցիներին։ քնչականից չեն մանրամասնում, թե բացի քրեական գործի հարուցումից ինչ քնչական գործողություններ են արել, հարցաքննել են նրանց ու մեղադրյալ են, թե ոչ։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Մտքի ուժը կազմակերպության ղեկավար Արամայ Սաղաբեկյանը եւս դեռևս տեղեկություններ չունի։ Ռոմանի մասով հետաքրքիրային է, որ ինքը այդպես ցուցադրական ցույց տալու համար, որ ես թքած ունեմ ամեն ինչի վրա, անմիջապես վարույթ նախաձեռնելուց հետո եւս 3 հատուցի գրառում է արել։ Ես ստիպված եմ եղել միջնորդություն ներկայացնել, նրա հանդեպ խափանման միջոց կիրառելու համար, որը որ թույլ չի տա եւս մեկ անգամ հանցագործություն իրականացնել, ասենք համապատասխան որոշմանը կլինի խափանման միջոց թե չէ։ Մի խոսքով ասեմ, որ իրական գործը հալուցել է, դիմում է եղել, որպեսզի այս ատելության խոսք տարածողներին, հա, քրեական պատասխանատվության ենթարկեն, որտեղ այդ բանը կա, օրենքը կա։ Խոսքը վերաբերվում է Նանի Իսրայելյանին, հա, նույն Գրզոյի թերթի բանին, դեմքին, եթե այդպես կարելի ասել, մեկ էլ Ռոման Բաղդասարյանին, նույն այդ այլասերված, նույն Նիկոլի բան, Նիկոլի Չինովալման Բաբաջանյանի բան, այդ կարգի ոչ կին ոչ տղամարդ այդ երևույթին էլի, մեկ էլ իր նկատմամբ, ընդ որում
վերջերս նկատը տարածվել է, որ նույն Ռոման Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի կնոջ Ռիտա Սարգսյանի կողքից այն կողմ չէր գնում ամբողջ կյանքով։ Այսինքն սրանք այն վիճակն են, որ անպայման մի աղիք պետք է լինի, որ իրենք բնակ դնել, որ իհարկե ցանկալի է որ աղիքը լինի անպայման առաջի դեմքի մակարդակի վրա։ Անական բլոգեր Ռոման Բաղդասարյանը ապրիլի 8-ին Facebook-յան էջում վկայակոչել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, թե Արցախի բնակիչները Հայաստանի բյուջեից ստացել են մոտ $300 միլիոն, որի 90%-ը տրամադրել է պետությունը։ Բաղդասարյանը քննադատել ու նաև վիրավորական արտահայտություններ էր գրել օգնություն ստացած որոշ արցախցիների հասցեին, բայց արդեն 3 իր էջում պնդել է, թե խոսքը բոլորի մասին չէ։ Երբ ասում եմ դարմայեդներ, դա չի վերաբերվում բոլոր ղարաբաղցիներին։ Հիմա ես ասում եմ, ով է իմ նալոգները ստանում 18 ամիս։ Երեկվայի Հասկանեք, չէ՞ սյորա։ Պրոստիտուտկա է։ Բա ուդիշով պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի կողքը։ Անկախ սերից ըմբոլում, սրանց համար սերն կապ չունի։ Իրանք բոլորասեր են։ Իրանց մեջ սեր չկա։ Իր ուղիղ եթերում եւս Բաղդասարյանը հարցնում էր Հայաստանի կառավարությանը, թե ինչու պետք է իր հարկերից օգնություն ստանան Արցախում պաշտոններ զբաղեցրածների ընտանիքները, նրանք ովքեր մեջբեր են պատերազմի ժամանակ խուճապ էին տարածում, ովքեր գերի էին թողնում զինվորներին, կրակում նրանց վրա։ Դե ես քեզ եմ ասում։ Գնաս դդումիդ ընկերոջդ ձեր ակտից հետո կհարցնես, կասես դդում չէ։ Բա որ դրանք հանցագործեն։ Բան չի չեք ձերբակալում։ Ինձ օրինակ դա հետաքրքիր է։ Հա, ես էլ եմ համաձայն։ Եթե հանցագործեն, ինչի պետք է թոշակ ստանան։ Բա որ պնդում ես հանցագործեն, դդումիդ հարցը դա։ Սա դդում չէ։ Բա որ հանցագործեն, ինչի չեք քրեական գործառույթություն, չէ՞ որ քրեական գործեր կա։ Այսինքն Հայաստանը փող ա տվել։ Հայաստան փող տվել է, հա։ Բյուջեն ապահովել է։ Ֆինանսական ոսկեր եղել են, բայց դա հաշվետվությունն ու լա։ Անցած հիմա դու փաստացի դու կամ սուտ ես խոսում, կամ քո իշխանությունները հանցագործ են։ Դες կամարի շտաբերից։ Այդպես բերանդ բասել կյանքով ապրելու ես։ Գնանք առաջ։ Այդ Կոնջորյան, Լևոն Քոչարյան։ Արթուն ենք շարժման անունից նամակներ փոխանցվեցին ազգային ժողով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց հայտնելու առաջարկով։ Շարժման անդամ Էդգար Ղազարյանի անունով պատրաստվել է 107 նամակ եւ 107 նամակներն ուղարկվել են 107 падգամավորներին խորհրդարանի, թե ընդդիմադիրներին, թե իշխանականներին նրանց առաջարկում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Մեկ падգամավոր կարա սկսել։ Իդեպ ասեմ, ստե վարչապետի Վայ, այդ կասնով չես ասում։ Բան չի միջի բաչ ես տալաշը։ Ես էս ինչքան ժամանակ ասում, 2 տարի կլինի առնվազն։ Կլինի 23 թվականի ապրիլից ասում եմ։ Հա, որ արդեն հասկացանք, որ Արցախը բլոկադայի մեջ է, օրենքը բանա, դատարանի որոշումը կա, որ պետք է ապաշրջափակվի եւ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում, այս ժամանակվանից այս խոսակցությունը գնում է, պետք է անվստահություն հայտնել այս կառավարությանը, որ ինքը փաստորեն մասնակից է Արցախի շրջափակմանը, ինչու բացի 2 տարի է, փաստորեն պարզվում է, մեկ падգամավոր կարող է սկսել դա։ Շնորհակալություն Էդգար Ղազարյան, գնանք առաջ։ Անվանում այդքան կարևոր չի հաջորդ վարչապետի, որովհետև այս գործընթացը չի կոչվում այսինչանին վարչապետ ընտրելու գործընթաց։ Էսի կոչումը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ուղղակի սահմանադրության պահանջն է, որ պիտի լինի վարչապետի թեկնածու, այսինքն գլխավոր խնդիրը ոչ թե ինչ որ մեկին վարչապետ կարգելն է, այլ գլխավոր խնդիրը վարչապետին հեռացնելն է։ Վարչապետին անվստահություն հայտնելու ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել падգամավորների թվի առնվազն Հրեշի դեմքը նայեք, այ հրեշը sense դեմք ունի։ Նաև sense դեմք է, լինես չի որ սա միակ դեմքն է, արտահայտությունը։ 1/3-ը միայն այն դեպքում, երբ որոշման նախագծում միաժամանակ առաջարկվում է նաև նոր վարչապետի թեկնածուի անունը։ Այստեղ շարժման մասնակիցները, շարժման առաջնորդները ասացին, որ այդ առումով իրենք падգամավորներին որևէ պարտադրանք չունեն։ Վարչապետի թեկնածուի հարցում ամբողջությամբ ազատ ենք թողել իրանց եւ անվերապահ ես դες ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ
կաջակցենք ցանկացած իրանց կողմից առաջադրված վարչապետի տեխնացուին առանց որևիցե վերապահման։ Վարչապետին անվստահություն հայտնելու դեպքում թե որոշման նախագիծը ներկայացնելու համար, թե արդեն որոշումն ընդունելու համար պետք են իշխանական խմբակցության ձայները։ Իշխանական խմբակցության падգամավորներից սակայն մինչ այս պահը բացառել են, որ որևէ դեպքում կմիանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Շարժման մասնակիցները սակայն այստեղ նշում էին, որ այդ առումով իրենք ունեն հնարավոր սցենարներ։ Հենց մեր падգամավորները սկսեն impeachment-ի, ինչ որ մեկը падգամավորի սկսի impeachment-ի գործընթաց, բնականաբար միանգամից պետքա կենտրոնանալ փողոցի պայքար կազմակերպելու վրա, գեներացնելու վրա։ Իդեպ, մինչ խորհրդարանում падգամավորները կարձագանքեն այս նախաձեռնությանը, շարժման մասնակիցները նաև հանդիպումներ են փորձելու ունենալ հայաստանյան քաղաքական դաշտի հետ։ Մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Գետնի վրա այդ Որ հանդիպես Նարեկ Մալյան։ Իմ անունից հարց տուր միակ, էլի։ Եթե հանկարծ, ինչպես կանխատեսում եմ ես, անհրաժեշտ քանակության ձայներ չլինի կամ վարչապետի միասնական տեխնացու չունենաք, ինչ որ մի ձևով այս process-ը տապալվի, որը շատ մեծ հավանական եմ համարում ես։ Այսինքն հիմնականում տենց ես մտածում, որ տենց է լինելու է։ Հարց. արդյոք դրանից հետո ավելորդ են համարելու իրենց ներկայությունը խորհրդարանում, Բայդեն դնելու մանդատները ու գնալու են հասկանալով հանդերձ, որ իրենք անելիք չունեն։ Այս հարցը իմ կողմից եւ բազմահազար, իսկ ասեի տասնյակ հազարավոր, նույնիսկ ասեի 100,000-ավոր դիտողների կողմից հայ մարդիկ, նույնիսկ ովքեր չեն դիտում այս հաղորդումները, իրենց կողմից ես ասում 100,000-ավոր մարդկանց, որոնք երազում են Նիկոլ Փաշինյանի վերջը, որտեղ Նիկոլ Փաշինյանի վերջը կլինի այն ժամանակ, եւ որ դուք մանդատները վայ դնեք կամ նոր վարչապետ դնեք ձեզ կողմից անվստահություն հայտնեք եւ հրաժարվեք Փաշինյան Նիկոլից։ Երկու տարբերակից մեկը պետք է լինի։ Այնպես որ այս 100,000-ավոր մարդկանց անունից Նարեկ Մալյան այդ 3 նախագահներին հարց տվեք։ Ասեք, եթե չեղավ, ինչ եք անում։ Մանդատները վերջապես վայր կդնեք, թե դրանով մեռնելու եք, այդ տանելու երազմունքներ։ Հա, հանկարծ Նիկոլին մնալ չտակ։ Ես գիտեմ, որ ինչ են անելու։ Ես էլ գիտեմ։ Բայց հարցրեք էլի։ Որ անող լինեն, միջև այնքան առիթ կար։ Բայց սպասում ենք։ Բոլոր process-ները սկսելուց առաջ բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները։ Նշեմ, որ падգամավորներին ուղարկված նամակներում նաև գրված է այն տեքստը, որը որ շարժման անդամները ասում են, որ կարող են падգամավորները հենց այդ տեքստը վերցնել եւ որպես որոշման նախագիծ դնել շրջանառության մեջ եւ ստորագրել հենց այդ տեքստի տակ։ Այդտեղ ըստ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմնավորումները կառավարության 2021-26 ծրագրին հակառակ գործելն է։ Նրանց ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններից հետո ներկայացրած կառավարության ծրագրով այս ընթացքում այդ ծրագրով ներկայացվածի ճիշտ հակառակ տրամաբանությամբ է գործել եւ դա վերաբերում է թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերին։ Սպասենք տեսնենք այն դեմքը հիշում եք հրեշի այն հայացքը հիշում եք, չէ՞։ Այդ հայացքով ինքը ապրում է, այդ հայացքը իր մտքի, հոգեվիճակի արտացոլումն է։ Մեկ վոյանդանում է Իջևանցի շուստրուտեղ սկսում է հեգնական ժպիտ դեմքին իջացնել։ Դա այդ պահն է ընդամենը հարցից խուսափելու համար։ Բայց իրականում իր ամբողջ հոգեվիճակը հենց այդ դեմքն է, հենց հրեշի դեմքը։ Դա նույնիսկ լսենք սա։ Գլխի մեջ անվտանգություն չունի։ Ամեն օր սարսափած, ասում են охранան պատմում է, ես охранիկներից մեկի հետ խոսում եմ։ Ասում է գիշերը դիվահար վազում է դուրս, մեկ է սենց անում։ Ուժեղացրեք ծառայությունը, բան, էս ինչա, քիչ են, մեկ էլ զանգում են, հեսա թուրքերը կգան, հեսա ինձ կսպանեն, հեսա թուրքերը չէ՞ էլի նկատի ունի հայերը, կներես, բան կանե։ Հեսա ընդդիմությունը կգա, ինձ կսպանի, չգիտեմ, իմ ճուզողները։ Դու ամեն օր տենում տենց երաս։
ամեն օր տենց ինչ-որ դիվահարի պես ասում է գժություններ անում, բան ասենք սառը ջուր են տալի, բան են անում, ասում են ախպեր առաջ, չկա էլի ոչ մի վտանգ էլ չկա։ Եթե նույնիսկ ընդունենք ոստեղ ինչ-որ չափազանցություն կա, ես չեմ կասկածում, որ այդտեղից լինելու է։ Լսեք, այսքան մարդ սպանել ու հանգիստ քնել, ուղղակի հնարավոր չի։ Այդքան մարդ սպանել ու իմանալ փողոցում, երկրում հենց հիմա դրանց հարազատները, դրանց բարեկամները արթուն են, կան, ողջ են, իրենց դեռ չես սպանել, հա? Եվ այդ վախը փողոց դուրս գալու, մարդ տեսնելու, մարդու հանդիպելու, հա? Դրանով ապրել, դա ամեն մարդու բան չի։ Բացարձակապես ամեն մարդու բան չի։ Հիմա կասեք, բա Ստալինը խիչ էր այդ վիճակի մեջ ունենում։ Ստալինը հենց համակարգ ուներ, հա, որ ում ուղարկում էր բան սպանվելու, նրանք ուրախությամբ էին գնում սպանվելու։ Չկարողացել է չափազանցություն, բայց նրանք նույնիսկ երբ որ արդարացված հետ էին գալի, իրանք իրենց մեղավոր էին համարում, բայց ոչ երբեք Ստալինին։ Իրանք վստահ են, որ իրանք հանցագործություն են արել, եւ ընկեր Ստալինը ուղղակի չգիտեր, կամ իր բանով բամբասել էին, բայց ընկեր Ստալինը չգիտեր։ Ստալինը շատ հանգիստ էր, ինքը չէր վախենում, որ իրան կգնդակահարեն, հա, այդքան մարդ սպանելու։ Իսկ սա ոչ միայն սպանել է, համ էլ գիտի, որ իր վերջի երազանքով կքնում, արթնանում առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ, եւ դրանց նկատմամբ ինքը ոչ մի իշխանություն չունի։ Այո, ես հավատում եմ այս վերսիային։ 78-79 թվականներին այսպիսի մի դեպք ա եղել, ես դա մասին վաղուց էի լսել, որ Կապանում նորածինների բաժնում աշխատող մի ադրբեջանցի կին, հա, հանդիսացել է, հեսա ասեմ մոտարապես, ասում անենց է ստացում, որ իր հերթապահության ժամանակ տանված երեխաների 95%-ը մահանում էր նորածինների։ Հա, միջև այն ժամանակ, երբ որ մեկը պատահմամբ տեսել է այդ ադրբեջանցի կինը ինչ է անում։ Իմջելուց նույն բանը եղել է նաև Արցախում։ Նույն բանը եղել է նաև Ադրբեջանում։ Տարբեր դեպքեր։ Սա ինչի համար եմ ասում։ Ոչ թե որ դուք պատերազմներ տեսնեք ինչպես է։ Չէ։ Ադրբեջանցու թուրքի մոտ մենք խոսում ենք չէ ամեն օր։ Հայ սպանելը դա մարդասպանություն չի։ Հայ նկատմամբ ունեցած ատելությունը այն աստիճան խորքային մակարդակին է վերված, որ սերունդներ անցնի դրանք չեն փոխվելու։ Այս քարոզչությունը, այս թույնը, որ դրանց մեջ ներառված է, ասում մի քանի սերունդներ անցնի, չի փոխվելու։ Եվ ցանկացած մեկը, ով ձեզ տանում է սրանց հետ բարեկամացման, որ ասի, այլ առաջա թուրքը չի, իրանց հետ հնարավոր է բարեկամություն անել, հարևանություն եւ այլն, նա ձեզ ուղղակի գիտակցաբար կամ անգիտակցաբար տանում է ուղղակի կոտորելու։ Դրանք մարդ չեն։ Հասկանում եք։ Մարդ, այսինքն չէ, բիոլոգիապես իհարկե մարդ են, ծնվում են, ոտ ունեն, ֆունկցիոնալ իմաստով հոմո սապիենս են, բայց արժեքային իմաստով, եթե նա մեկը կարա երեխա սպանի, մեկը կարա մարդ սպանի, ու դա իր համար առանձնապես մի մեծ խնդիր չի, որովհետև ազգությամբ հայ է եղել։ Հասկանում եք, դուք պետք է ճիշտ գնահատեք։ Սա ազգամիջյան թշնամանքի բան չի, քարոզ չի, սա զգուշացման խոսք է։ Սա եղել է, կա ու լինելու է, առնվազն մի քանի սերունդ, իսկ քանի դեռ հակահայկական քարոզն ու հիստերիան կա, մի քանի սերունդ առնվազն դա շարունակվելու է։ Եթե այսօր էլ կանգնացնեն, 70-80 սերունդ տարի հետ գնալու է։ Տեսեք, Հայաստանում երբևէ հակաթուրքական քարոզ չի եղել։ Այսինքն ոչ մի հայ չի երազել թուրք բռնի սպանի։ Եթե նեմեսիսել եղել է կոնկրետ կազմակերպիչների նկատմամբ։ Ես չեմ հիշում, որ մի հայ վերցներ ասենք թուրքերի ավտոբուս տարածքացնեն, որտեղ ասենք մեջը թուրքեր են։ Չի եղել, պատմություն նման դեպքեր չգիտի։ Իրանց մոտ կա դա Սաֆարովից օրինակից սկսած մինչև այս մանկասպանները։ Հասկանում եք։ Ու հույս ունենալ, որ սրանք մարդ են դառնալու, սա ոչ թե մեծագույն մոլորություն է, հանցագործություն է։ Բիսմարկի խոսքերն եմ ուզում մեջ բերել։ Եթե խնայեք դպրոցների վրա, երկրի հիմքը դպրոցն է, երկրի հենարանը բանակը։
Եթե խնայեք դպրոցների վրա, ապա բանտեր կկառուցեք։ Եթե բանակում տնտեսեք, գերեզմաններ եք փորելու։ Փաշինյան Նիկոլի կառավարությունը երկուսն էլ անում է։ Վերացնում է եւ կրթությունը, եւ բանակը։ Այսինքն մեծացնում է եւ գերեզմանները, եւ բանտերը։ Մեզ այդ ուրիշ ինչ է պետք հասկանալ, մենք ինչ ունենք իդեմս Փաշինյանի իշխանության։ Ես չգիտեմ ուրիշ ոնց բացատրեմ, ոնց կարելի է դրանց ներկայացուցիչներն գնա հանդիպան։ Եթե մեկը գնում է դրան ոնց կարելի է արդեն դրանից հետո մարդ համարել, եթե նույնիսկ հարազատ բարեկամատա։ Ոնց։ Կրկին ոստիկաններ, կրկին նոր մեքենաներ ոստիկանների համար, կրկին ոստիկաններ, հա, կարենը դրում է Հեքիմյան ասում է տպավորությունը, որ բնակչությունը հարկեր է տալիս բացառապես ոստիկաններ պահելու համար մեքենաներ ընկացնելու համար։ Ոչ միայն մեքենաներ նորացնելու համար։ Հասարակությունը հարկեր է տալի բացառապես, որպեսզի Նիկոլը կարողանա նույն ժողովրդի հարկերով իրականացնել իր հրեշավոր երազանքը, հրեշավոր ծրագիրը, որի հենարանն է այո ոստիկանը, որպեսզի ինքը իր հրեշավոր ծրագիրը իրականացնի, իր հենարան ոստիկանությունը պետք է ունենա նոր մեքենաներ, բարձր աշխատավարձ, նոր ամեն ինչ, որովհետև ինքը հասկացել է այդ շերտին ոստիկանի ինչա պետք։ Ասում է առ քեզ հեռախոսի նոր հեռախոսի փող, վաճառիր քո երեխու, քո թոռների, քո ընտանիքի ապագան։ Սա վերցնում է, ասում է ես հենց հիմա կանխիկ, հենց հիմա ունեմ հեռախոսի փող։ Թքած հետո ինչ կլինի։ Որովհետև իր ուղեղը երկրորդ քայլը չի կարողանում պատկերացնել։ Իրան հենց հիման է պետք, հենց հիմա։ Այսինքն նույն ձևի, երբ որ պորտուգալացիները հոգնել են արդեն սպանելու հնդկացիներին Ամերիկայում։ Պրոբլեմ է դել այդքան պատերազմ տանելը։ Որոշից նախանձ չէին պատերազմանում, ինչ որ փայփլուն բաներ էին բերում Իսպանիայից, Պորտուգալիայից։ Փայփլուն ինչ որ ուղիներով խապմեն կիլոներով ոսկի էին վերցնում, հեկտարներով հողեր, անտառներ։ Այդ հնդկացուն, այդ աբորիգենին, դա ավելի հետաքրքիր էր, կարևոր էր։ Քան կիլոներով ոսկին իր ապագան, դրա համար էլ այսօր հնդկացին դարձել է, ոնց ասեմ, գազանանոցի նման, գազանոցի ապրանք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնդկացիները ապրում են տարածքներում հատուկ սահմանված իրենց համար։ Կոչվում է դա ռեզերվացիաներ, իրանք տեղ են ապրում։ Ոնց որ գազանոց։ Ոչ իրենց արգելված անձերից դուրս գալը։ Չէ, ուղղակի այդ մարդիկ չեն ինտեգրվում հասարակության մեջ, այդ ռեզերվացիաներում պետությունը իրենց պահում է։ Հա, էլեկտրականության փողն էլ է տալի, գազի փողն էլ է տալի, ուտելու փողն էլ է տալի, ամեն ինչ է տալիս, ասում է դուք ձեր ուտեսնում, հնապք։ Այսինքն այս ոստիկանները այդ նույն հնդկացիներն են։ Այդ փայփլուն մեքենայի բանալի կլինի, չգիտեմ, պարգևատրում կլինի, ինչ որ կլինի, դրան իմաց վաճառում են ամեն ինչ, այնպես որ Կարեն Հեքիմյան։ Մի քիչ ավելի լայնացնեմ, այլ ժողովրդի ինչի համար ապրում, ոչ թե ոստիկաններին պահելու, այլ պահելու այն զենքը, այն գործիքը, որով Փաշինյան Նիկոլը իրականացնում է իր ազգակործան ծրագիրը։ Պաստոր Փաշինյան Նիկոլի, ոչ թե Փաշինյան Նիկոլի, ռուս-թուրքական ազգակործան ծրագրի հովանավորն է փաստացի հայ հարկատունը։ Ինչպես դու նկատել ես, որը հովանավորում է, լավ սնում պանում է ոստիկան։ Այսպես։ Ժամանել արդյունքում սա է, փոսերը, հա, Երևան, Շինգավիթի շրջան, Չարբախ թաղամաս, Շիրակի փողոց, բազկաթոռներով փոսեր են պահում, ծածկում։ Բազկաթոռ են դնում փոսերի, որ մարդիկ մեքենաները չընկնեն։ Դրա սա է վիճակը։ Իհարկե, որովհետև գումարը գնում է բացառապես պարգևատրման, անձնական կայֆերի կներեք արտադրության համար, մեկ էլ մահակը միշտ արթուն պահելու, միշտ sense յուղած պահելու համար։ Թե չէ, դու մեքենայով կընկնես, ոտքով կընկնես, կելնես, թե կմնաս փոսի մեջ։ Այս իշխանության առանձնապես հետաքրքիր չի։ Քանի որ ինքը հայտնել է, որ հարկատունն այդ բանն է, հերոսն է։ Հերոս հարկատունն էլ ոգևորվել է, որ ինքը հերոս է։ Համաձայնել է դրա հետ, հաշտամել խաղաղ ապրում է դրա հետ։ Եվ այսպես
գերմանական հետախուզությունը բացահայտել է, որ Պենտագոնի ղեկավարի հեռախոսի մեջ 2 ռուսական շպիոնի համարներ կան։ Այս նույն մարդն էր, ով հետո խոստովանել է նաև, որ բացահայտելուց հետո, որ սիգնալ կապով ինքը պետական գաղտնիքները բացահայտել իր աղբորը, կնոջը։ Իսկ այս ամեն ինչին Թրամփը գիտեք ինչ է ասում։ Մանկական բացթողումներ է։ Ոչ իմաստ լուրջ բան չկա։ Այսօր իմիջիալոց Թրամփի կառավարման 100-րդ օրն է, կարճ ասեմ, այս 100 օրվա մեջ ինչ արել ու հասնենք առաջ։ 100 օրվա մեջ Թրամփը կարողացավ ավիրել 80 տարվա ձեռքբերումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իհարկե հիմա ոչ 100%-ով կարողացել ավիրել, բայց մոտարապես 50%-ով ինքը կարողացել է այնպիսի հիմնավոր հարված վնաս տալ, որ դա ես չեմ կարծում կառավարելի է, որովհետև այն շուկաներից այն վստահության մթնոլորտը, որ ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ազդեցությունը շուկաների ներտիրապետում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների շուկան, այսինքն ինքն էր տիրապետում Եվրոպան եւ հիմնականում այն երկրները, որոնք ապահովում են աշխարհի, ասեմ, անվտանգությունը, հա։ Որտեղ ինչ է նշանակում ռազմական համագործակցություն։ Ռազմական համագործակցություն դա նշանակում է, որ եթե ես քո հետ տեխնոլոգիաներ են փոխանակվում, նաև վստահ եմ, որ այդ տեխնոլոգիաները չի գնալու երրորդ երկիր այլ հետախուզությունների միջոցով։ Եթե ես քո հետ համագործակցություն չունեմ, ռազմական նշանակում է ես քո հետ տեխնոլոգիաների փոխհոբոխություններ չեմ կարող ունենալ, որովհետև չի բացառում, որ իմ տեխնոլոգիաները կգնան երրորդ երկիր։ Այսինքն, եթե չկա ռազմական համագործակցություն, չկա տեխնոլոգիաների փոխանակում, նշանակում է այդ շուկան գրավում է այլ երկիր։ Վերջ։ Այստեղ էս պարզ բանաձևի մեջ կորցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները այն ինչ որ ինքը կարողացել է հասնել 80 տարվա մեջ։ Մասնավորապես այդ շուկան արդեն մեծ մասով գրավել է Չինաստանի կազմակերպությունները, որոնք նույնիսկ ասեմ ամերիկյանից շատ վատը չեն, բայց ես ասեմ հեռանկարում համագործակցության մեջ եվրոպական տեխնոլոգիաների ընկերությունների հետ Չինաստանը շատ արագ անցնել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, շատ արագ, որովհետև աճման արագությունը Չինաստանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմա անկումը բերելու է մի բալանսի եւ արդեն հետո դիսբալանսի։ Սա արեց Թրամփը, իսկ այն ինչ որ այսօր Պուտինը ասում է, չէ, իմ պահանջներով պետք է լինի քո ասած այն խաղաղությունը, որ դու 24 ժամվա մեջ պետք է հալածել 100 օր առաջ։ Ոնց որ ինքը 3 օրվա մեջ 3 տարի առաջ գրավում էր Կիևը, չէ՞, հիշում եք, չէ՞։ Թրամփը մի օրվա մեջ խաղաղություններ անում, 103-րդ օրն է Պուտինի պահանջները մեկը, նույնն է։ Ուկրաինայի դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա, նույնն է ինչ որ բան է ուզում Ալիևը Հայաստանի նկատմամբ, հա։ ՆԱՏՕ-ի սահմանները գնաց հետ, հա։ Ղրիմը, իմ բոլոր գրաված տարածքները Ռուսաստանն է ու վերջ ու բոլորը ճանաչում եք, եւ դատարաններով բանով հանում եք բոլոր պատժամիջոցներ, սանկցիաներ, հոդվածներ, ինչ որ կա ազգությամբ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, ընդ որում նաև իր նկատմամբ։ Դե հիմա Թրամփ դու 100 օր զրկեցիր Ուկրաինային պաշտպանվելու հնարավորությունով ինչ որ ուներ մինչև քո գալը, այսինքն հետախուզական տվյալների փոխանակման, զենքի մատակարարման եւ այլն, որը դարձավ պատճառ հազարավոր մարդկանց սպանության։ Սա համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության առումով ինչի է հասել Թրամփը 100 օրվա մեջ։ Մինչդեռ շատ մարդիկ իրենց լրիվ ուրիշ բան էին սպասում, իրեն լրիվ ուրիշ բանի համար էին ձայն տվել։ Այսինքն ոնց որ Նիկոլ Փաշինյանը ասել էր մի բան, եկավ արեց լրիվ ուրիշ բան։ Իրանք տնտեսական կայունություն էին ուզում, իրանք վարկերի թերևացում էին ուզում, սոցիալական բարենպաստ ավելի վիճակ էին ուզում, ասում են կեղտոտ դեմոկրատներ ամեն ինչ գողանում են։ Պարզվեց Աստված էլ բետայից ազատի, մի խոսքով։ Սա ես չեմ ուզում կենտրոնալ Թրամփի վրա։ Այս ընթացքում էլ ամենակարևորը Չինաստանը հասցնել է բանը կղզի գրավի Վիետնամից, անմարդաբանակ կղզի, բայց գրավելը դրոշը դրել այնտեղ ու բնականաբար այդ կղզու կողքի ջրերն էլ իրանն է արդեն իր նավագնացությունը ապահովելու համար։ Սա խայտառակ նախադեպ է։
Այսինքն ինքը պարզ ասում է Թրամփ, եթե քեզ կարելի է Գրենլանդիա գրավել, Ռուսաստանին կարելի է Ղրիմ գրավել, ինչի ես չեմ կարող Վիետնամ գրավել կամ վիետնամական մի հատ կղզի գրավել։ Հաջորդը լինելու է Թայվանը եւ այս քաղաքականությունը, այս դեբիլոիդի, հա, բերելու է, այսինքն այնա ինչ որ հիմա կա արդեն, եւ տնտեսական առումով, եւ քաոսի առումով, որտեղ երբ որ վերջանում է օրենքի բանը, դիկտատուրան, օրենքի դիկտատուրան, այսինքն կոնսենսուսի իմաստով, հա, միջազգային դատարանի դերը, դեռ սկսում է ուժի դիկտատուրան։ Ուժի դիկտատուրան ում ձեռն է։ Չինաստան, Հյուսիսային Կորեա, ինչու՞ չէ։ Ռուսաստան ինքն էլ է մտածում, ինչու ես չեմ կարող անել։ Ադրբեջան, Թուրքիա իրենք էլ են մտածում, ինչու ես չեմ կարող անել։ Սա այն է, ինչի հասավ Թրամփը հարյուրվա մեջ։ Սա Ռուսաստանը։ Черт, свободная нация. Она сама решит, какой идти дорогой. Сама решит, кого считать другом и братом себе, а кого лютым врагом. Սա ինքը ասում է Ռուսաստանի համար։ Այս աղջիկը ինքը ռուս է։ Դատարանում ինքը իր դեմ փաստացի ցուցմունք է տալի, որ ասում է Ուկրաինան ազատ երկիր է, ինքը կարող է ինքնուրույն որոշի ինչ անի, ինչ չանի, իրեն դատում են։ Сама решит, как ей относиться к своей истории. И уж тем более сама решит, на каком ей говорить языке. Я как будто говорю очевидно. Եվ ինքը կորոշի ասում է, ում այդ ընկերությունը անի չէ, ինչ լեզվով խոսա։ Սա մի կողմից թվում է շատ պարզ բաներ եմ ասում։ Но очевидными они не являются. Ասում եմ, թվում է, որ ես ակնհայտ եւ նորմալ բաներ եմ ասում, բայց փաստացի դրանք այդքան էլ նորմալ եւ ակնհայտ չի այս պարագայում։ Понятно, что у Путина не укладывается в голове, что Украина нация суверенная. У него много, впрочем, чего не укладывается в голове. Մենակ ասում Պուտինի գլխի մեջ այդ ամեն ինչը չի տեղավորվում, որ ուկրաինական ինքը սովորեն Ուկրաինան սովորեն երկիր է։ Ասում նույն բանը ոնց որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վերաբերում, Թուրքիան Հայաստանի նկատմամբ մտածում վերաբերում, նույն պատմությունն է։ Ու ես ամեն անգամ որ ես տեսնում եմ հայերի մեջ, թե նո հայերի մեջ չասեմ, կան մասնավորապես Ռուսաստանից եւ ոչ միայն Ռուսաստանից, հայերի, որոնք ասում են Պուտինը ճիշտ է Ուկրաինայի նկատմամբ։ Ես ուզում ասեմ, ժողովուրդ ջան, եթե չեմ վիճում ձեր հետ։ Նշանակում է Թուրքիան էլ մեր նկատմամբ են ճիշտ են։ Որովհետև այդպես չի լինում։ Այ քեզ կարելի է, ինչ չի կարելի։ Կամ իրանք չի կարելի, բայց քեզ կարելի է։ Չի լինում նման բան։ Ես հոգնել եմ մարդկանց բացատրելու պատճառ հետևանքային կապի մասին։ Ես ուղղակի խնայեմ։ Ինձ ես ուղղակի թողում եմ մարդկանց ապրեն իրենք ոնց մտածում են, բայց ուզում եմ ասեմ մի բան։ Դուք եք դրա հետևանքները քաշելու։ Դուք եք այս կրկնակի ստանդարտների հետևանքները քաշելու, ոչ ես։ Դուք ու ձեր հետևանքով ձեր մտերիմները, նաև մեր երկիրը, որտեղ եթե ձեր նմանները շատ են լինելու, հա, նշանակում է երկրն էլ նույն վիճակի մեջ լինելու։ Հիմա ես չեմ կարող բոլորի բերանը փակել կամ նստել անհատական դաստիարակությունով զբաղվել կամ քարոզությամբ։ Չէ։ Ես ասում եմ, պարզ կանոն կա, եթե չի կարելի, ուրեմն բոլորին չի կարելի, եթե կարելի է, ուրեմն բոլորը կարող են։ Վերջ։ Պարզ ճշմարտություն է։ Հիմա դու ուզում ես Պուտինի սիրի, ուզում ես մի սիրի, եթե կարելի է սպանել մարդուն, նշանակում կարելի է բոլորին սպանել։ Այսինքն բոլորին էլ կարելի է դա անել, հա։ Ինձ միջև համոզում են, որ Ուկրաինան Պուտինը հիվանդանոցներ չի ռմբակոծել, մանկատներ չի ռմբակոծել, մանկական խաղապարակներ չի ռմբակոծել, չէ, դեր նկուղներում բենդերներն էին նստած, ֆաշիստներն էին նստած, հա։ Ես չեմ վիճում ձեր։ Ես չեմ կարող վիճել, ես ոչ թե ձևերը չգիտեմ, բայց անիմաստ եմ համարում։ Անիմաստ եմ համարում։ Ուղղակի ձեզ հիշեցնեմ, Ադրբեջանն ամեն օր ասում է, որ հայկական կողմը կրակում է իր համար։ Նույն ձև։ Գնանք առաջ։ Այսպես Երկու միջազգայինորեն չճանաչված պետություն, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը եւ Քեմալական Թուրքիան 1921 թվականին կնքում են մի պայմանագիր, որով լուծում են երրորդ ու պայմանագրի մաս չկազմող պետության
Հայաստանին պատկանող տարածքների հարցը։ Այս պայմանագիրը, որով ոտնահարվել են միջազգային իրավունքի նորմերը, հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած թերևս ամենաանարդար ու ստորացուցիչ գործարքն էր։ Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրի կողմերը, օգտվելով հայ ժողովրդի ծանր կացությունից, հանցավոր համաձայնությամբ մասնատում ու տիրում են հայ ժողովրդի պատմական հայրենիքին, հայրին մեծահոգաբար թողնելով այդ հայրենիքի չնչին հատվածը։ Այդ պայմանագիրը, որն առավելապես հայտնի է Մոսկվայի պայմանագիր անունով, կնքվել է ուղիղ 100 տարի առաջ այսօրը, մարտի 16-ին։ Տխրահռչակ պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը, Թուրքիային էր անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը Արարատ լեռով, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Թուրքիան իր հերթին հրաժարվում է Բաթումից, ախորժակն ուտելիս է բացվում, թուրքերն այսքանով չեն բավարարվում և պահանջում են, որ Նախիջևանը անցնի Ադրբեջանին, որն էլ իր հերթին պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այն երրորդ պետության, այսինքն Հայաստանին։ Ինչու է Մոսկվայի պայմանագիրն անօրինական և անվավեր է համարվում և ինչպես են խախտվել միջազգային իրավունքի նորմերը։ Բանն այն Արդեն մնացածը իրական չի, միջազգային նորմերը, հա։ Սա այն է, ինչու մեր երկրի հետ արել են։ Ուրջ եմ ասում։ Ես հասկանում եմ, որ ճաշակին ընկեր չկա, հա, ամեն մարդ մի բան է սիրում, մեկը նիհար, մեկը չաղ, մեկը քաղցր, մեկը կծու, ամեն ինչ կարելի է լինի, կարող է լինել, դες ճաշակները տարբեր են, բայց պատմության նկատմամբ ճաշակ ես չեմ կարողանում հասկանալ։ Այսինքն կարող եմ հասկանալ մի բան, որ սա նորմալ է, եթե սա մեկի համար նորմալ է, նա չի կարող իմ ցեղակիցը լինի։ Պարզ եմ ասում, նա չի կարող իմ ցեղակից լինի, այսինքն ոնց կարող իմ ցեղակից լինի մեկը, որի համար նորմալ է, որ ռուսն ու թուրքը իրար ունեցած իր երկիրը վերցել են, կիսել են, ես քեզ, նրան էլ ձեռ չտաս, Նախիջևանին էլ ձեռ չտաս ու կյանքում չտաս հայերին։ Հա։ Ու դա նորմալ է։ Դա նորմալ է նաև սրա համար, այս ռուս-թուրքական նույն Լենին Քեմալ Աթաթուրք, այս պակտի, այս համաձայնության գործակալ, գործիք Ռոբերտ Քոչարյանի համաձայնությունը։ Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջներ են դնում։ Դուք հասկանում եք, սրանց նպատակը հայ ժողովրդի փրկությունը չի։ Սրանց նպատակը սեփական գողունը պահելն է, թալանը, ընդ որում իր Արցախի կորստի աշունն է, որը վաղը Հայաստանն էլ չլինի, իրան հեչ դա էական չի։ Կարևորը այն ինչ ունի հասելը թալանի, դա մնա։ Հիմա սրան եւ սրա հետևորդ բոլորին ասում եմ մի կարևոր բան, լսեք, Ռուսաստանը ընդհանրապես միջնորդ չի եղել, որին կարող էին հանել։ Ռուսաստանն եղել է Հայաստանի ռազմավարական դաշնակից, որը չի կատարել իր պարտականությունը, ինքն է դուրս եկել, առաջինը Հայաստանի նկատմամբ դավաճանելով, երկրորդ անգամ դավաճանելով Արցախը, եւ որ ամբողջ աշխարհը Պուտինն է դատում, Արցախցի Պուտինը նկարներ, հանցագործի նման պահում ամբողջ աշխարհին ցույց տարածում էր, թքեմ ամբողջ աշխարհի վրա, ձեր աջակցությունից պետք չի, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք չի, ՄԱԿ-ի խաղաղապահները պետք չի, ՄԱԿ-ի դատարանի որոշումները իմ համար պետք չի, իմ համար Պուտինն է ու վերջ։ Ու հենց այդ նկարի տակով է Արցախը դատարկվող շարասունը գնաց դեպի Հայաստան։ Անեցօր Քոչարյան Ռոբերտ Ռուսաստանը աջակից չի եղել, կներեք, միջնորդ չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է Միսկի խմբին, Միսկի խումբը լուծարելը էլի սկսել է Ռուսաստանը 20 թվականից հետո, համարելով, որ դա արդեն անիմաստ կառույց է, եւ ինքը թքած ունենալ Միսկի խմբի որոշման վրա, ինքն է միական որոշում, պատերազմը պետք է սկսի, պետք է ստեղ կանգնի, այստեղ պետք է մտնեն ադրբեջանցի զորքերը, դու պետք է գնաս ստեղ, ով է Ռուսաստանին հանել կամ ով կարած Ռուսաստանին հանել միջնորդի դերից։ Բայց հասկանում եք, չէ՞, որ այս Թուրքի լամուկի համար դա էական չի, բացարձակապես։ Ինքը այն ռուս թուրքական է, որ տեսակ չէ, բիջե մեջ ոնց են Հայաստանը կիսում։ Այս ռած, այս պակտի ներկայացիչն է։ Հայաստանին պատկանող տարածքների հարցը, այս պայմանագիրը
այս պայմանագիրը միջև հիմա ուժի մեջ է, այս պայմանագրի հիման վրա 21 թվականին 2021 թվականին նորից թարմացնեցին Արցախը արդեն պատերազմով հանձնելուց հետո, հա, ու սա միջև հիմա նույն ձևի կրկնում է որոշում, փորձում է պաշտպանել Ռուսաստանի, որ միջնորդի աթոռը տակից քաշել եք։ Ես հիմա ուզում եմ սրան հավատացող եւ աջակիցներին հարց տամ։ Ձեր համար ի՞նչն է ընդհանրապես կարևոր կյանքում։ Քոչարյան Ռոբերտը որ ճիշտ լինի, թե Հայաստանը մնա, որտեղ երկուսը իրար հետ չի լինում։ Դակ Քոչարյան Ռոբերտ, այսինքն Լենին Քեմալ Աթաթուրք պակտը իր շահով ներառյալ Քոչարյանը, Սերժիկը, Ռոբիկը, Լևոնը, Նիկոլը, բոլորը, այսինքն դուք չեք կարող Նիկոլին դեմ մնեք Ռոբին կողմ։ Նշանակում է ձեր համար կարևոր Նիկոլն ու Ռոբն է։ Իմանայք, այդ 4-ը պլյուս Ռուսաստան կամ իրանք պետք է գոյություն ունենան կամ Հայաստանը չի լինում երկուսը միտեղ չի լինում այն որ 30 տարի կար հիմա կարող ասեք բա Միկոլ մինչև Փաշինյան Նիկոլը ոնց էր այն որ կար դա 90-ական թվականների տղեկի խելար գործողությունների քաց ունենալու Ռուսաստանի թուլացած վիճակի արդյունքն էր բայց որը էլի կարողացավ կանգնացնել Լևոնի ձեռով ասել կանգնացա պատերազմը ու քեզ խոստովանի որ դու բան ես օկուպանտ ես որ հետո օրը գա սրան զենք ծախեմ 5-6 միլիարդի գա քեզանից այդ ամեն ինչը խլի ես է քո ձեռքերը կապեմ հոպը տանջատեմ ամբողջ տարածքի սխեմաները ինֆորմացիան տամ Ադրբեջանին որ ինքը գա այդ անի վերջում էլ ես մտեմ Արցախ զինաթափեմ ձեզ պայթեցնեմ ձեր խրամատները հանձնեմ ձեզ ձեր ղեկավարությանը ում որ պետք է ում որ Ադրբեջանը կուզի նրան մնացածից էլ վռնդեմ գնաք բանը Հայաստան իմ նկարի տակով հասկացեք չի լինում ռուսական թուրքական այս համագործակցությունը եւ Հայաստան միտեղ չէ որտեղ ըստ այդ համագործակցության Հայաստան պետք է գոյություն չունենա հիմա սրան ըստահողներին սրա հետևորդներին ես հարց եմ տալիս ձեր համար ի՞նչն է կարևոր սա ռուսը որ նույն զիբիլն է թե Հայաստանը գնացեք մտածեք չկա երրորդ տարբերակ Ադրբեջանը այսինքն Պարսկաստանը Իրանը խոսք է տվել Ադրբեջանի լավ ճանապարհ տրամադրի ավելի լավ ճանապարհ տրամադրի իր տարածքով այսօր ես նայում եմ հայկական Facebook-ը ներված է Իրանից ոչ թե ջերմ բարեկամությունը, խոսակցությունը Իրանը ճանապարհ է տալիս։ Դուք ուզում եք Իրանը թողել այդ ճանապարհը բացվեր Զանգեզուրով։ Հարց եմ ուզում տալ։ Լուրջ, դուք ուզում եք այդ ճանապարհը բացվել Զանգեզուրով։ Իրան ասում է արեք իմ տարածքով գնացեք եկեք։ Այդ ճանապարհը եղել է։ Ուզում եք լայնացնեք ավելի լավացնեք, ավելի արագ գնաք գաք։ Հարց չկա։ Արեք իմ տարածքով գնացեք արեք, բայց Զանգեզուրը չի լինել։ Հիմա ո՞րն է լավ։ Կամ դուք ո՞նց կարեք որոշեք Իրանի տարածքով ճանապարհ ըլնի, թե չլինի։ Հա? Սա ինչ է։ Որում ես բանը տեսել եմ ներվածությունը մարդկանց մեջ, որոնց ադեկվատ էի համարում։ Այսինքն դուք կարող եք որոշել Իրանի տարածքում ճանապարհ ունենա Ադրբեջանը, Թուրքիան, թե ոչ։ Կամ դուք չեք հասկանում, սա ինչի համար արվում։ Իսկ վերջում սա ոսում լսենք իրար հետ։ Սրճարանը Բուդայի համբույրը 1917 թվականներ Թիֆլիսի Սոլոլակ թաղամասի սրճարաններից մեկում եռուզեռ էր։ Հիմնականում հայեր էին հավաքված։ Սրճարան է մտնում Անդրանիկ Զորավարը։ Նրան ուղեկցում էր հայտնի գրող Վահան Թոթովենցը։ Այդ շրջանում Անդրանիկ Զորավարն ու Վահան Թոթովենցը խմբագրում էին Հայաստան հանդես։ Զորավարի ներս մտնելուն պես հարգանքի լռություն տիրեց սրճարանում։ Կանգնեց Ռոստոմ Զորյանը մոտեցավ Զորավարին ողջունելու եւ հենց այդ պահին կողքի սեղաններից մեկում լսվեց. Զորավար, Արևմտյան Հայաստանը փրկեցիր։ Ասողը գինովցած Շիրվանզադեն էր։ Այս խոսքին հաջորդեց ուժգին ապտակը Զորավարից եւ Շիրվանզադեն հայտնվեց հատակ։ Ներող եղիր Զորավար, գինովցած եմ։ Նրան դիմեց հայտնի դերասան Հովհաննես Աբելյանը։
էլ Շիրվանզադեին գիրքն առավ ու դուրս հանեց սրճարանից։ Բոլոր ժամանակներում էլ հայրի մեջ եղել են այնպիսի մարդիկ, ովքեր կասկածել են, թե երբեմնի փառավոր անցյալը հնարավոր կլինի վերադարձնել։ Սակայն մեզանում միշտ գտնվելու են այն համարձակ պատվարժան մարդիկ, ովքեր հավատալու են այդ երազանքին եւ մղվելու են առաջ, որովհետեւ արդարությունը վաղ թե ուշ պետք է կայանա։ Ոչ թե հավատացել են երբեմնի փառավոր անցյալին, ես կարծում եմ իրական մարդիկ ապահովում են փառավոր ներկան, ոչ թե հավատում են փառավոր անցյալին, այլ ապահովում են դա, ոչ թե հեգնում են, ինչ եղավ, արեցի, թե չէ։ Ես շատ եմ լսել մոտավորապես նման կոզ, հեղափոխություն արեցիք, հեգնանքով, ինչ եղավ, մի բանի հասար, լսել եմ, ես եմ լսել հենց։ Իհարկե դու գերեւի պատկերացնում եք իմ պատասխանը, ես հիմա չէի պատասխանել ուղղակի։ Դա չի որ մեծացել եմ, հոգնել եմ, չէ, ես հիմա անիմաստ եմ գտնում այս մարդկանց պատասխանել։ Ես նման մարդկանց մտածում եմ նայելով, խղճալով, ասում եմ, այս սա էլ պատճառն է, որ դու ես վիճակի մեջ ես։ Սա էլ պատճառն է, որովհետև քո համար ավելի նախընտրելի եւ հեշտ է հեգնելը չստացված գործողությանը, քան մտածել ոնց անել, որ դա իրականանա, հա։ Այն ուժերներն են մտածում ոնց անեն, որ դա իրականանա, ոչ թե հեգնում են, ապստամբությունը տնչի չեղավ։ Կամ էս եղավ, ինչի եղավ փողոցին չեք անում։ Լս միջև մետեսից գնում են, ինչ ես դե բանալու։ Կամերատ վերսա գնա Հայաստանում նկարի։ Այնտեղ լավացա Հայաստան, փրկի Հայաստանը կամերա։ Այս կարծում եմ, գիտեք պատասխանում եմ դրանց։ Չէ, ուղղակի ես ասել եմ, չէ, որ ամեն մեկի թեկուզ 2 տողանոց նախադասության մեջ, 2 բառանոց նախադասության մեջ կարելի է մի ամբողջ հետևությունների շարան անալիզ անել, հա։ Մտածելակերպի, արժե համակարգի, մարդկային որակների, կրթության մակարդակի։ Ես դες մարդկանց հետ չեմ միջում, ես չեմ բանանում։ Ճում եմ, մտածում եմ, չեմ զարմանում, որ ես վիճակն է։ Ոքի ափսոսում եմ, որ ես վիճակն է, բայց ափսոսանքս էլ ո՞նց արտահայտեմ։ Ասում եմ, ես ափսոսում եմ ուղղակի։ Ափսոսում եմ, որ այբեմ գինը ես պետք է սկսեմ նորից սովորացնել։ Մինչդեռ է ուշ է, մարդ կամ պետք է սովորած լիներ, կամ էլ արդեն ուշ է։ Ես Շիրվանզադեն ընդամենը այն թուլամորթ այդ հեգնողներից է, իսկ եթե Թումանյանի նման մարդ էլ կգար կասեր, ափսոս որ չեղավ, իսկ ինչ անենք որ սա է հարցը։ Սա պետք է լիներ միակ խոսացման թեման, միակ։ Չէ, ինչ եղավ ազատագրեցիք, Ղարաբաղը փրկեցիք, Բաղոսանքի գինեն չի շիշացրեցիք, չկարողացաք, գազի թանկացումը կանգնացնելու, Լսել եմ, շատ եմ լսել։ Ո՞նց եմ ասում, սա պատմում է հենց մարդու մասին։ Երբեմն մի վախեցեք, եթե դուք մի բանում չեք հաջողել, մեկը ձեզ համար բան անում,